Բարև ձեզ, հարցազրույցի տաղավարում այսօր զրուցելու եմ Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, պարոն Բագրատյան։ Օրը սկսվեց անհանգիստ տեղեկություններով, Իսրայելը հարձակվեց Իրանի վրա, օդային հարվածներ հասցրեց եւ ամբողջ օրվա ընթացքում համաշխարհային ու նաեւ տեղական մամուլը սրա շուրջ էր։ Սա մի գործընթաց է, որը մասնագետները կանխատեսում էին եւ մի գործընթաց է, որը ուղղակիորեն առնչվում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը։ Ես կխնդրեմ անդրադառնալ մեր պետության, մեր իշխանությունների եւ իրավիճակի համարժեքությանը, ինչ գործողություններ պիտի աներ այսօր Հայաստանի կառավարության ղեկավարը այս լուրերը ստանալուց հետո, որը իդեպ երկրում չէ, իր դստեր Մարիամ Փաշինյանի հետ մեկնել է Պրահա մասնակցելու գլոբալ ինչ-որ ֆորումի։ Նախ Իսրայելը ինչի է հարձակվել։ Իսրայելը հասավ իր նպատակին, խափանեց բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Հիմա ամերիկացի կամ եվրոպացի ձև են անում, իդեպ ոչ մի, այսպես ասած, դատապարտող բան չկա, որովհետև հարձակվել են այլ պետության վրա։ Պետություն, որը երկու անգամ համաձայնությունը տվել էր իր միջուկային ծրագրերը բացառապես խաղաղ ուղղությամբ տանելու։ Բայց քանի որ Իսրայելն ուզում է նրանց վրա հարձակվել, հարձակվում է։ Եվ նրանք չեն դատապարտում։ Իդեպ նախորդ պայմանավորվածությունը խախտել էր ոչ թե Իրանը, Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների հետ, որը հաջողվեց ձևավորել Օբամայի իշխանության օրոք, բայց Տրամպը առաջին բանում նախագահական շրջանում դա խախտվեց։ Հիմա երկրորդ անգամ էին իրանք մոտ Իրանի հետ այդ համաձայնությանը։ Ինչն էր հիմնական վեճը այդտեղ։ Իրանն ասում էր, ես չեմ հարստացնի ուրան այնքան, որից հետո կարելի է ստեղծել միջուկային զենք եւ պատրաստ եմ, որ դուք դա վերահսկեք։ Այստեղ ուրեմն այսօր այս վերջի բանակցությունների ընթացքում նահանգներն ունեին ավելի չոր մոտեցում, որ ընդհանրապես պետք է չհարստացնես ուրանը։ Այդ դեպքում Իրանն ասում էր կներեք, բայց ոնց թե չհարստացնես, չէ որ խաղ նպատակով է կարող եմ օգտագործում, չէ, եւ երկրորդը կա հարստացման աստիճաններ, կան տարբեր աստիճաններ։ Այս բանակցությունները ընթանում էին եւ հենց բանակցությունների ընթացքում Իսրայելը հարվածում է Իրանին։ Իսրայելը ԱՄՆ դաշնակիցն է։ Դա նշանակում է, որ չնայած Տրամպը հայտարարում էր, ըստ որում Տրամպը գիտեր այդ հարվածի մասին, ինքն է խոստովանել։ Որովհետեւ իրենց քաղաքացիները դա նշանակում է, որ Արևմուտքը չի ուզում Իրանի հետ որևէ միջուկային համաձայնագիր։ Իրական նպատակը Իրանի ոչնչացումն է։ Այսինքն լուրջ թողտվությամբ է տեղի ունենում։ Նույնը Ռուսաստանը, այսօր իրանք խոստովանում են, որ Ռուսաստանը փաստորեն ստիպված է հարձակվել Դոնբասի, դա մենակ Դոնբասի ու Լուգանսկի խնդիր չէր։ Եվ ուզում են ջարդել Ռուսաստան, Չինաստան, Իրան, այս ինչ որտեղ Հնդկաստան, այս բանը ուզում են ջարդել։ Միայն վերջերս դոլարի արժեզրկումը Չինաստանը ցույց տվեց, որ իր տնտեսությունը արդեն բավականին շատ ավելի շատ մեծ է, քան Միացյալ Նահանգներն է։ Եվ մենք տեսնում ենք, որ քաղաքակիրթ աշխարհը, որի մեջ իբրտ է մտնում է Իսրայելը, ինչ միջոցների է պատրաստ դիմելու, որպեսզի դա տեղի չունենա այդ զարգացումը։ Ի վերջո չի որ հрьяաները բոլորից խելոք են։ Այսօր բարձր տեխնոլոգիաներում Չինաստանը, ասենք, մի 15 տարի առաջ է նրանցից։ Ուրեմն դա պետք է հարվածել։ Եվ Իրանի դեմ հարվածը իմ կարծիքով ըստ էության, ես չեմ կարող մեղադրել բոլոր արևմտյան երկրներին, որովհետև կան երկրներ, որոնք սա դեռ կդատապարտեն, բայց Իրանի դեմ հարվածը նրա դեմ, որ հրեական բանը այսօրվա հրեական ղեկավարությունը Իսրայելը ասում է, մենք պետք է լինենք բացառիկ։ Դուք նույնիսկ իրավունք չունեք, ասենք ցանկացած տեխնոլոգիայում ռազմական տեխնոլոգիաներից մինչև խաղաղ բժշկություն բան մեզից առաջ գնելու։ Չէ որ ասված է, որ հрьяաներն ամենախելոքն են։ Այ երբ որ դուք մեզի մի հոգու սպանում եք, դա գենոցիդ է։ Իսկ երբ որ մի հոգու դիմաց մենք սպանում ենք 28000 երեխա Պաղեստինում, դա գենոցիդ չի։ Դա մեր իրավունքների ապրելու իրավունքի պաշտպանություն է։ Ցավոք, աշխարհի երկակի ստանդարտներով։ Այո, աշխարհի երկակի ստանդարտ ոչ մի նորմալ դատողություններ չեն լինում այս պայմաններում, հա սա է վիճակը։ Այս իրավիճակում գանք Հայաստանի, գանք մեր սպառնալիք։ Հայաստանի Հանրապետության ղեկավարը գնացել է, ինչ էր, ուր ասեցիք, Լեհաստան։ Պրահա, Չեխիա։ Աղջկա հետ։ Հերթական։ Ես չեմ էլ կարող ասել, որ աղջիկն է, որովհետև ինքը ամուսնացած չի։
Օրինական այո։ Օրինական ամուսնացած ես չգիտեմ այդ դեպքում այդ երեխան իր օրինական երեխան է թե չէ։ Եվ իրավունք ունի ինքը նրան տանելու որպես իր երեխա։ Այդ ընտանիքը ընդհանրապես ապրում է դաչայում։ Հոսանքի փող չի տալի, ջրի փող չի տալի, ուտելիքի փող չի տալիս։ Ապրում է դաչայում, ընտանիք էլ չեմ կարողանում անվանել, որովհետև իրանք ամուսնացած չեն։ Դե հայրությունը հավանաբար ճանաչել է։ Ես Սա ներքին ընտանեկան հարց է։ Չէ, բայց ներքին հարց չի։ Բյուջեի հաշվին են ապրում։ Թող մեզ բարի լինեն, իմ հարցադրումներին ինքն ու կինը պատասխանեն։ Բա որ ինքը ամբողջ օրը սրանն ասում է թե կուսակրոնությունը խախտել ես, բա դու ինչ ես արել։ 28 տարի ապրում ես մեկի հետ, որ հետ չես էլ լայաղանում գրանցվել, դե ինչ է։ Ինչի՞ չեք գրանցվում։ Բա որ չես գրանցվում, օրինակ այդ երեխուն որ տայել ես, գործողում ես ձևակերպել։ Մեզ ինես պրիմիտիվ պատասխանը տալ դե ինքնատիրա թռնում է նստում է, այդ ինքնատիրում հաշ չի ուտում, կամ այդ երեխան մի 50 կիլո քաշ ունի, այդ ինքնատիրը այդ քաշից ավել բենզինի ծախ, ավիակերոսինի ծախ չի անում։ Սա շատ տարօրինակ բան է։ Բայց թողենք դա մի կողմ։ Դա պետք է հələ երբ որ կոռուպցիայից խոսում ենք, ես վստահ եմ, երբ որ մի նոր իշխանություն կլինի, ի վերջո ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի Հայաստանը ամբողջությամբ կործանել, որովհետև իր փրկությունը նրա մեջ է, որ ինքը կործանի Հայաստանը։ Եթե Հայաստանը կործանի, պատասխանատվության չի ընդարկվի։ Եթե Հայաստանը մնաց ինքը գնաց, ցանկացած այլ ղեկավար նույնիսկ ԿՊ-ից իրան պատասխանատվության Նույնիսկ ԿՊ-ից։ Նույնիսկ ԿՊ-ից։ Հիմա ուր ես գնում, այս խառը մոմենտներից այդտեղ ոնց որ թողես փախնես Լեհաստան։ Չեխիա։ Չեխիա։ Էական չի։ Լավ։ Քո հարևանին բարեկամ երկրի վրա հարձակվել են։ Կարող է զանգում էին, մի բաժակ ջուր էին քեզնից ուզում։ Էսա հետո կգա մեծ փրթի խոսում է մեծ։ Իսրայելի հարձակումը Իրանի վրա դատապարտել է այնտեղից, նաև խոսել է Հայաստանի անվտանգային արտաքին քաղաքականության մասին, ասել է, որ ԵՄ անդամակցության այդ օրինագիծը նպատակ չի հետապնդում խզել կապերը Ռուսաստանի հետ։ Վախեցել է, վրաց վախեցել է։ Վախեցել է։ Այս զարգացումն լցրել է տակը։ Հասկացել է, որ մի երկիր կա, իրենց պաշտպանի Ռուսաստանը չէ, ոչինչ չի ստացվի։ Մի երկիր կա, որ արևմտյան ռազմական տեխնոլոգիաների դեմ կռվում է, կարողանում է կռվել։ Էսա։ Պարոն Բագրատյան, Իրանի վրա այս հարձակման, էսկալացիայի հնարավոր մեծացման ռիսկը մեր վրա ինչ հետևանք է ունենալու։ Այսօր գաղտնիք չէ, որ Սյունիքը հայկական է, բացառապես ու առավելապես իրանական գործոնի շնորհիվ։ Դա ոչ մի լավ բան չկա մեր համար։ Բոլոր դեպքերում Իրանի վրա հարձակումը թույլատնում է մեզ։ Իհարկե կարող է պատահի այդպես փոխադարձ նախ կարծում եմ որ Իրան այնքան խելամիտ կդնի որ ամենջապես չի հարվածի Իսրայելի։ Իշխանական զարմացած են որ որոշ մարդիկ զոհվել են որովհետև բարձրաստիճան ղեկավարությունից ռազմական Իրան գիտեն որ Իսրայելը հարվածելու է։ Նո այսօր Իրանը փորձնական պատասխան է տվել 200 դրոն է ուղարկել Իսրայելի վրա հետևանքներ կտեսնենք, բայց եկեք հասկանանք որ Իսրայելը ինչով է հարվածում, որն է հիմնական տեխնիկական միջոցը, որով հարվածում է։ Իսրայելը ռմբակոծում է իրականում Իրանը։ Օդ է բարձանում F-35 ինքնաթիռներ, 200 ինքնաթիռ ներխուժել են Իրանի տարածք, որից 100-ը F-35 եւ մնացածը F-16, դրանք Իրանը չի կարող խոցել։ Իրանը ունի հակաօդային պաշտպանության համակարգ, որը S-300 է։ S-400 ունենար, S-400-ով կարող է դրանից մի քանիսին խփել։ Իրանը ստիպված խփում է այն հրթիռներին, որ ինքնաթիռը հարձակում է դեպի ցամաք։ Երկինք ցամաք հրթիռներին փորձում է խփել 70% խփելա։ Որը նույնպես անսպասելի էր Իսրայելի համար։ Հասկանում եք։ Ցամաքային օպերացիա Իրանի դեմ չի կարող լինել, իրանական բանակի դեմ իսրայելական զինվորը չի կարող կռվել, որովհետև իրանական զինվորները համ շատ են, համ էլ խիզախ են ավելի։ Ուրեմն ցամաքային օպերացիա չի կարող լինել, ԱՄՆ-ն ֆորմալ իբր չի միացել Իսրայելի հետ, բայց բնականաբար բոլոր տվյալները որտեղ որ կետին հարված են, հաղորդվում են Իսրայելին։ Այնպես որ 50% 50-ից ավելի հավանականություն է, որ ինչ մի օր հարված Իրանը կհասցնի, հետո միառժամանակ կլռեն։ Հնարավոր է, որ ինչ որտեղ Իրանին սա ձեռը տալիս։ Այս վիճակը։ Որովհետև Իրանը արդեն դուրս եկավ այդ միջուկային ծրագրից եւ ասեց երկու անգամ ավելի արագացված տեմպերով միջուկային զենք եմ ստեղծելու։ Պարոն Բագրատյան, այս իրավիճակը Այսինքն այս իրավիճակում մեծ զոհեր տալով, մեծ ավերվածությունների ենթարկվելով Իրանը կարող է մոտարապես մինչև տարի-տարուկեսվա մեջ ոմանք ասում են նվազագույնը 3 տարի ունենա միջուկային զենք։ Եվ այդ դեպքում ինքը ունի բալիստիկ հրթիռներ, որոնք ունեն 5 մախ եւ ավել արագություն,
որով այդ միջուկային զենքը ինքը կհասցնի Իսրայել եւ կխոցի, այսինքն Իսրայելը չի կարող ունի երկաթյա այդ բանը վահանը ունի, բայց ասենք եկավ իրանց բանը խփեցին, մեկը միջուկային զենք հանգնելու է ցած, հասկանում եք, դրա դեմ Իսրայելը պայքարի միջոց չունի։ Կարծում եմ, որ Իսրայելի հաշվարկների միջով սխալ կան։ Այստեղ Իսրայելն է նույն վիճակին է, ինչ որ ասենք Ուկրաինայում Զելենսկին էր, Հայաստանում Նիկոլը, պատերազմ է պահում Նեթանյահուի իշխանությունը, այո, հասկանում եք։ Իսրայելում չի կարող պատահի ցանկացած մտավորական չհասկանա, որ շուտ-ուշ այս ամեն ինչի համար հատուցելու են։ Շուտ-ուշ արաբներ իրանց խեղդելու են։ Այնտեղ էլ ներքին խնդիրներ կան, հասարակությունը բերված։ Այստեղ արդեն ոնց որ ասած Նեթանյահուն մտել է ջուրը չի ուզում դուրս գա։ Եվ շատ դեպքերում Իսրայելի վարվելաձևը դանա ինքնադատապարտված բան ունի Իսրայելը քայլեր են։ Մեզ ոչ մի լավ բան դրանից չի կարող սպասվել։ Բարշու որ Ադրբեջանն ու Թուրքիան սպասում են նրան, որ մասնատեն Իրանը, Իրանի մի հատված, նրա հյուսիս արևմուտքը, որը իրանք ասում են ադրբեջանցի են, իրականում դրանք քաջարներ են եւ բաներ։ Դու ասա Բելուջներ, Ղզլբաշներ։ Իրանը պետությունը կորցրեց 638 թվին արաբների արշավանքի արդյունքում 7-րդ դարում։ Դրանից հետո վերականգնելը 16-րդ դարում Սեֆևիդների դինաստիան եկավ։ Սեֆևիդները թուրքեր են, բայց թուրքերը, որոնք ամբողջ կյանքում 300 տարի կռվել են Թուրքիայի դեմ, Օսմանյան Թուրքիայի դեմ։ Թուրքերը, որոնք կռվել են Ադրբեջանի դեմ, մի քանի անգամ գրավել են եւ Ղարաբաղը, եւ Ադրբեջանը, եւ Շիրվանը, եւ այլն։ Ես այնքան էլ չեմ կարծում, որ այդ հյուսարևմուտքում ապրողները, այո, որոնք ունեն թուրքական ծագում եւ թուրքեր են խոսում են, նստած սպասում են բանին, Ադրբեջանին կամ Թուրքիային, դա չափազանցված պատկերացումներ, նրանք ծառայում են պարսկական պետությանը, որտեղ համարում են այդ պետությունը իրանց, ինչպես նաեւ տանելի են համարում, որ պարսիկները եւս Իրանը համարում են իրենց պետությունը։ Բայց կարող է նաև Այսօրվա հոգևոր առաջնորդը, բանա, ադրբեջանցի է, ծագումով։ Նույն այդպես ասում ենք ադրբեջանցի, նա այս Ադրբեջանը չի էլի։ Նույն այդ Փեզերքեշյանը նախագահ նույնպես ադրբեջանցի է։ Եթե չասենք, որ հերու գնաս, մի ուրիշ բան էլ կարող ես գտնել, էլի։ Պարոն Բագրատյան, Թուրքիան ու Ադրբեջանը այս տարածաշրջանային գերլարված իրավիճակից արդյոք կօգտվեն սցենարները այդ դեպքում ինչպիսին կփորձեն օգտվել։ Այս պահին օգտվելու ոչինչ չունեն։ Իրանը անսասան է մնացել, Իրանում ինչ որ բունտեր չեն, ժողովուրդը ամենուրեք հայտնում է իր աջակցությունը, որ պատրաստ եմ, ասա որտեղ գնամ զոհեմ, հա։ Ըստ որում եւ էթնիկ պարսիկների մոտ եւ էթնիկ, այսպես ասած, ադրբեջանցիների, իսլավ ճիշտ կլինի ասել քաջարների եւ ղզլբաշների մոտ։ Հա։ Ղզլբաշ դա հայոյանք չէ, դա պատմական անունն է։ Մոտ 80 թուրքական ցեղատեսակ կան։ Դրանցից մեկը օղուզները, ամբողջ այդ փոքր Ասիա թերակղզին, որը կեսը Հայաստանն էր, նրա արևելք Հայաստան էր, Անատոլիան, արևմուտքը Հունաստան։ Այդ 23 բեյլիկներից էր բաղկացած, որոնցից մեկը օղուզ թուրքերը բոլորին կոտորին ստեղծեցին Օսմանյան կայսրություն, իրանք իրանց կոտորին սկզբից։ Իդեպ նրանք Հայաստանը գրավել են արևմուտքից, ոչ թե արևելքից է գրավել Հայաստանը, իմացեք։ Բագրատյան, ես նկատի ունեի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի ծրագիրը առաջ մղել։ Կփորձեն, բայց Զանգեզուրի միջանցքի պահպանը նախ Իրանը առավել եւս հիմա պիտի պաշտպանի միջանցքը, երկրորդը ռուսներն են նաեւ։ Ռուսները այսպեսի մոտեցում ունեն Ադրբեջան ոչ մի ռազմական գործողություն Հայաստանի բուն տարածքի դեմ, միջանցքի բանի հարց եք ուզում կամ ճանապարհի հարց եք բանակցությամբ լուծենք, բայց նաեւ հասկացնում են Հայաստանին, ասում են սիրելի Հայաստան, որ եթե դու գնալու ես Ուկրաինայի պես Եվրոմիություն կամ ՆԱՏՕ, ավելի լավ է դու դառնաս բանը, քեզի կուլ տա Ադրբեջանն ու Թուրքիան կուլ տան։ Ինձ դա ավելի շահավետ է, քան թե դու տեղ լինես ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ։ Նրանց հետ կաշխատի։ Այս պարզ, փաստարակ բանը չի հասկանում Փաշինյանը։ Ոչ մի բան չի հասկանում, ոչ էլ Միրզոնն է հասկանում։ Պատրաստվում է Թուրքիա մեկնել Նիկոլ Փաշինյանը։ Հունիսի 20-ին Էրդողանի հետ մտադիր է քննարկել Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները ըստ մամուլի չհերկված տեղեկությունների։ Չգիտեմ։ Գնալի նվաստացնելու է մեր ժողովրդին, սովորում է նվաստանում է, նույնիսկ երբ որ Էրդողանին տեսնում է երկու ձեռով է բռնում։ Սա ստորության նշան է։ Եվ որ դուք ես բարևեք, օրինակ հաճախ է եղել։ Ես որ մանավանդ պաշտոն ես ունենում, քաղաքացուն բարևում ես, հանկարծ երկու ձեռով է քեզ բարևում։
Ու ես միշտ ասում եմ մի ձեռով ինձ բարևեք։ Ես չեմ սիրում այդ երկու ձեռով բարևելը։ Բաղի չես սիրում ասում են, ասում եմ, դա խցնակի էլեմենտ կա։ Եվ գանք այն գործողություններին, պարոն Բագրատյան, որոնք այս իրավիճակում պիտի աներ Հայաստանը, եթե ունենար իրավիճակին սթափ, օբյեկտիվ վերաբերող իրավիճակը ըմբռնող եւ ադեկվատ քաղաքականություն վարող իշխանություն, ինչ պիտի անեին մեր համապատասխան մարմինները այս տարածաշրջանային զարգացումների ֆոնին։ ՊՆ-ն, ԱԽԿ, վարչապետը Կան քայլեր, ինձ համար sense դժվար է ինչպես ասել, նո նախ պետքա մեր ոչ միայն դատապարտենք, այլ մեր աջակցությունը հայտնենք Իրանի ժողովրդին։ Դիմենք Իրանին, ասենք ինչով ձեզ օգնենք, ինչով կարող ենք օգտակար լինել։ Երկրորդ, այս ընթացքում վերջին օրերում ինտենսիվ մեր վրայով շատ ինքնաթիռներ են թռնում, որոնց մի զգալի մասը իսրայելական ինքնաթիռներ են։ Գուցե արժեր փակել նրանց համար օդային տարածքը։ Քանի որ պատերազմը արգելում եք իսրայելական ինքնաթիռների թռիչքը դեպի Բաքու, դեպի չգիտեմ ինչ եւ այլ։ Իդեպ Բաքվում էլ Անկարայի հետ Նախիջևանում նորից զորավարժություններ էին, բառացիորեն այս օրերին ու երկրորդն էլ դեռ ընթանալու է։ Հաջորդը, այսօր արդեն Նիկոլ Փաշյանը վախից հայտարարում է, որ Ռուսաստանը մեզ կպաշտպանի, եթե պաշտպանի։ Դե ուղիղ այդպես չի ասել է մտադիր չենք խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Մտադիր չես խզելը գնա հապկինիստերին, բան մասնակցի, ինչ որ մի բան է, ուրիշ բան չունես։ Դե անվտանգային համաժողովի է մասնակցում Պրահայում, Չեխիայում, Արևմտյան Ծևաչափի։ Որտեղ ռուսերին պիտի քրտեն, որտեղ պիտի բոլորը հավաքվեն մտածեն, ինչպես ջարդեն Ռուսաստանը, որպես հետո կիսեն Ռուսաստանի ռեսուրսները։ Չեխիան ռեսուրս չունի, Լեհաստանը չունի, Գերմանիան չունի, նրանք վախում են, որ մի 10-15-20 տարի հետո իրենց էկոնոմիկան կսատկի, նրանց պետք է խլել ռուսական ռեսուրսները եւ այլն։ Շատ վտանգավոր է Հայաստանի Հանրապետության, պետք է ամեն ձևով նման բաներից խուսափել։ Եվ ներսում։ Եվ այդտեղ ոչ մի լավ բան չի սպասվում։ Այսինքն այսօր Փաշյանը հերթական քարն է գցում Հայաստանի Հանրապետության գլխին։ Այդ այցելությամբ։ Իր մասնակցությամբ։ Եվ ներսին գանք, պարոն Բագրատյան, ներսում իրավիճակը Փաշինյանը նույնպես սրում է, բևեռացնում է հասարակությանը, եկեղեցու դեմ է փորձում հանել, նորից բաժանարարներ է փորձում գծել, որոշել է, որ ինքն իրավունք ունի կաթողիկոս փոխել, հետաքննել, ուսումնասիրել, թե ով ինչ կյանքով է ապրում, միջամտել ներ եկեղեցական գործերին։ Ինչ ասեմ, ես զարմացած եմ։ Ասում եմ, չափի կարողը միջալա, ռուսերեն բարկա, չէ։ Հանկարծ ինքը ենթադրում է, որ ասենք բարձրագույն հոգևորականները ուրեմն խախտել են կուսակրոնության ուխտը։ Կարելի է կարծել, որ ինքը խոսում է երեխաների մասին, այդ չկան այդպիսի երեխաներ փաստացի, որոնք բողոքում են դրանից։ Կարելի է կարծել, որ այդ մամեն Զաչացյա ինքը այնտեղ կանգնած էր մոմ էր բռնել։ Կապացուցեմ։ Հա? Հասում է կապացուցեմ։ Իհարկե չի ապացուցի, որ նա գիտեք վաղուց կապացուցեր։ Այդ ապացուցել խոսքը ուղղված է ժխին։ Դեռևս կա ժխ։ Եկեք չվիրավորենք։ Չէ, եկեք վիրավորենք։ Հերիկա, մեր պետությունը մեր ձեռից խլում են։ Մեր պետությունը մեր ձեռից մի քանի անբան մարդ, մի քանի տոկոս անբան մարդ, մի րոպե, մի քանի տոկոս անբան մարդ, մեր պետությունը մեր ձեռից խլում են։ Անունը դրել են, որի પર տեսեք ղեկավար ենք բերել, որը հեսա խոսում է, այդ ղեկավարը չի աշխատում, իրանք չեն աշխատում, ամբողջ օրը խոսում են սրանից բան խլելու եւ այլն։ Նա, ասենք, հոգեվորականներ մեղադրում է կուսակրոնության ուխտը խախտելու մեջ։ Եթե այդ կուսակրոնության ուխտը խախտելու արդյունքում ծնված որևէ երեխա բողոքել, ես կասեի, հա, սա ճիշտ է եւ այլն։ Լսեք, բայց դա մեր գործը չի։ Բա ինքն ինչ է խախտել։ 4 երեխա ունի մինչեւ ամուսնացած չի։ Բա ի՞նչն ենք խախտել։ Ստեղ ընտեղ ասում է, ես քաղաքացիական բանի մեջ եմ։ Քաղաքացիական էլ չէ, ոչ եկեղեցու, ոչ քաղաքացիական։ Բայց հայտնի բան է, որ Հայաստանում քաղաքացիական ամուսնություն չկա հասկացում, օրենքը չենք ընդունել։ Չենք ընդունել։ Ասենք Գերմանիայում կա երկու օրենք իսկական ԶԱԳՍ-ի մասին, օրենք քաղաքացիական ամուսնության մասին, որովհետև որի արդյունքում ստեղծվում է համատեղ գույք, որը հետո պետք է բաժանել։ Մենք այդպիսի օրենսդրություն չունենք։ Այսինքն իր պահվածքը իր կենցաղը բացարձակ ապօրինի է։ Այս մարդը գնում, գալիս սանա կպնում։ Ինչի է կպնում։ Դե իհարկե, կարող է Ադրբեջանից են ասում, կարող է հերթական ինքը մի բան պիտի մտածի։ Ես կարծում եմ, որ ասենց մարտիկ կձերբակալի բան կանի, մի ձևի, որ յոլա քարշ տա մինչև 2026 թվականի ընտրությունները, որը ժողովուրդը պահի է չհասկացող հատվածին։ Զբաղեցնում է, հա, ժողովուրդին։ Հա, ժողովուրդն էլ
շատ դժգոհ ժողովրդից չի կարելի, որտեղ մեծ մասը հասկանում են, որ դա բան է։ Եվ այսօր իրան պահող միակ բանը այն է, որ ընդդիմությունը չի միավորվում։ Ընդդիմությունը, եթե այսօր հայտարարի, որ միասնական ճակատով հանդես կգա, ընտրությունում կսատ կաստի քաղաքացիական պայմանագիր կուսակցությանն ու նա հարող կուսակցություններին, այսինքն դե հանրապետությունը, եվրոպական, չգիտեմ, կուսակցությունը, չէ, այդ բոլորին կաղթի։ Պարոն Բագրատյան, տնտեսությունից խոսենք, Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ մենք բոլորս Հայաստանի բնակիչները 50%-ով լավ ենք ապրում, դուք վերլուծություն եք արել եւ մերկացրել եք այդ սուտը։ Այո, սուտը, բացարձակ սուտը։ Ուրեմն մենք ունենք Հայաստանի Հանրապետություն սիրելի քաղաքացիներ, ունենք 1,680,000 շահառու, որ եկամուտ ստանում պետությունից կամ աշխատավայրից։ Այդ 480,000-ը թոշակառու են։ 6,600,000։ Այդ 480,000-ի մոտ գներն աճել են 25%, թոշակները ավելացել են 22%։ 3% վատ են ապրում։ 480,000-ը։ Հիմա գնանք տակը մնացած 1,210,000-ը։ 1,210,000-ից ֆիքսված 350,000 մարդ աշխատում է գյուղատնտեսության մեջ, որտեղ նույնպես 26% եկամուտներն իջել են։ Խայտարակ վիճակա գյուղատնտեսություն։ Եթե 350,000-ը անում ենք 1,211,000-ից, տակը մնում է 800 քանի հազար մարդ, 800,000 մարդ։ Ու այնտեղ կան նաև մի քանի հասարակական կազմակերպություններ եւ այլն, որ բանա, իրականում եւս 780,000 մարդ, որոնք ստանում են պետական աշխատավարձ, դա վերաբերում է 180,000-ի եւ 586,000 մարդ մասնավոր գործերի մեջ են։ Սրանց մոտ եղել է աշխատավարձի իրական բարձրացում 38%, 7 տարում։ Ուրեմն, այնտեղ 480 գումարած 350, 830,000 մարդու մոտ եկամուտներն իջել են մոտ 20%, 780,000 մարդու մոտ եկամուտներն ավելացել են 38%։ Մոտավորապես մարդկանց թիվը նույնն է եւ տարբերությունն այն է, որ լավագույն դեպքում, քանի որ այնտեղ մի քիչ ավելի շատ մարդիկ կա, խոսքը 7%-անոց աճի մասին է եկամուտների։ 7 տարվա ընթացքում։ 7 տարվա ընթացքում։ Այսինքն տարին 1%։ Բայց այդ 7%-ն էլ հրտենեք ինչքան գումար է անում։ Ամեն տարի միջինը կազմում է 5.5 տրիլիոն։ 5.5 տրիլիոնի 7%-ն անում է ուրեմն 300 միլիարդ։ Այդ 300 միլիարդ դրամի 150 միլիարդը պրեմիաներն են, որ ինքը տալիս է ԿՊ-ին։ Եվ որ այս պրեմիաներն էլ ես հանում, այո, ստացվում է, որ միջին հաշվով մեկ շահառուի բանով, այո, կարող է տարեկան 7 տարում ավելացել է 3%։ 7 տարում 3%։ Նկատի ունեցեք, որ այդ 7 տարում եւ իմ ասած թիվն է ճիշտ։ 7 տարում աղքատությունը 24.5%-ից դառել է 23.7%, 0.8% 7 տարում, 0.1%-ով տարեկան բարելավել։ Եթե վերցնենք դրա նախորդ 7 տարին, ապա աղքատությունը 31%-ից դառել էր 24.5։ Շոշափելի։ Հիմա, եթե լավ են ապրում, 7 տարում 17.2%-ից գործազրկությունը դառել է 15.9%։ Ստացվում է, որ 1.4%-ական, 1.3%-ով 7 տարում բարելավել գործազրկության ցուցանիշը։ Ինչ բան անելու բան կա։ Մեկ ուրիշ էլ ոչինչ չաներ, գործազրկությունը 10%-ից ավել չէր լինի։ Գումարած պետական պարտքն է ավելացրել, կրկնապատկել Փաշինյանը։ Հա, այդ ընթացքում ավելի քան կրկնապատվել է պետական պարտքը, ըստ որում պետական պարտքի մի հատվածում է կրկնապատվել հատկապես ներքին պարտքը, բարձր տոկոսով արժեթղթեր է վաճառում։ Այն աստիճանի է վատացել վիճակը, որ եթե պարտքը ավելացել է 2 անգամ, ապա պարտքի սպասարկումը տարեկան ավելացել է 5 անգամ։ Փող չի մնում, որ հավաքում ես, փող չի մնում։ Ինչ են արել այդ գումարները, բան, որովհետև ոչ մի կապիտալ ծրագրի մասին չգիտենք։ Օրինակ 3.5 տրիլիոն այս տարի բյուջեով փող պիտի հավաքի։ Եթե նայում ենք 17 թիվը, երրորդ նախագահերոք, այդ տարի բյուջեն ծախսով էլա 1.5 տրիլիոն։ Այս տարի կլինի 3.5 տրիլիոն, ծախսով եմ նայում։ Այդ 3.5 տրիլիոնից տրիլիոն 100-ը պարտքի սպասարկում է։ Մնաց 2.4։ 25%-ը գնաճն է։ Գնաճը 3.5 տրիլիոնի մասով կազմում է 700 միլիարդ։ Ստացեց տրիլիոն 700։ 100 միլիարդ տալիս են կൂട്ടակային, անհասկանալի են չենք տալիս 45 տարով։
Ըստ որում վերջերս հրապարակվեց թվեր, հիմա էլ մեծ վեճ կա գիտական աշխարհում այնտեղ մարդիկ կան, որ տեխնացուական եւ դոկտորական դիսերտացիաներ են գրել, ցույց տալով, որ այս բոլորն եղել է Տիգրան Սարգսյանի խարդախությունը, որ միջև ատկատների հզոր մեխանիզմը դա։ Պատկերացեք 22 թվականին այդ վերցրած փողը, որ պիտի աճեր, որ 45 տարի հետո ձեզ թոշակ տային, աճել է արժեքի մեջ 0.1% եւ որ գնաց եղել է 4.5%։ Այդ փողը փոքրանում է։ Դուք տալու եք, ասենք, ենթանենք 40 տարում ենթանենք կտակ 40 միլիոն, ի վերջո կստանաք 30 կամ 25։ Այդ տենց ձեր փողը կպահեք բանկում կդնեք, ալու շատ քաջ։ Բագրատյան Նիկոլ Փաշինյանի կարծիքով ներդրումները աճում են Հայաստանում։ Նե ոչ ներդրումը չի աճում, ո՞ց աճում։ Դե հայտարարել են։ Դա հայտարարել չի, գոյություն է թվեր։ Գոյություն ունեն ազգային հաշիվի համակարգներ, կապիտալի շարժ եւ այլ, այդպես բան չկա։ Ինչ ներդրում։ Մարդիկ խաղում են վիվարոներում, տոտոներում եւ այլն, ներդրում են համարում դա։ Ամբողջ երկիրը ավելի քան 5%-ը խաղեր են։ 0.15%-ից 7 տարում դառել է 5%։ Խաղում են մարդիկ։ Տասնյակ երիտասարդներ անպայման ինքնասպան են լինում։ Այդ խաղերի համար հատուկ բանկ է ստեղծվել, որ այդ բանկը վարկատալի հենց որ վեկալես գնաց խաղաս, հատուկ հերթատեսություն կա, որտեղ որ խաղեր կան, այնտեղ անպայման նարկոմանիա կա, որտեղ նարկոմանիա կա, այնտեղ անպայման պրոստիտուցիա կա։ Այս ամեն ինչը ծաղկում է։ Սա հատուկ է արվում, սա հատուկ քաղաքականություն է։ Որ դուք ոչինչ չարժեք։ Այ մենք sense կանենք ու դուք բոլորդ կխնդրեք, որ գա խաղաք։ Հանրությանը, այսինքն դարձնում են այսպես ոչ կամային, դարձնում են իրավիճակին անադեկվատ, հա? Հատուկ նպատակով։ Կան տեղեկությունները, տրամաբանությունը անգամներ ավելացել է։ Անգամ դպրոցներ են մտել։ Մենք չենք լսում դեպքեր, որ պայքարում են դրա դեմ։ Նաև չգիտեմ։ Ավելին, ազգային ժողովի նախագահան չէր ասում բերեք օրինականացնենք։ Հիմա էլ է ասում։ Հիմա էլ է այդ Հիմա էլ է ասում, հա։ Այո։ Այո։ Ինչն է օրինականացնում։ Ես ենթադրում եմ, որ ինք ուրեմն փորձել է, չէ՞, օրինականացնում է։ Փորձել է, չէ՞։ Այստեղից ես ենթադրում եմ, որ միշտորտավորված ձևով, որ ազգային ժողովի նախագահան բանա մոլի երկրպագունա նարկոտիկների։ Մարդը չի տակցնում։ Նաև չիմացանք այն քրեական գործը։ Ասում է Դանիայում ազատ ծխում են, բանում Հոլանդիա ազատ ծխում են, Վրաստանում են արդեն ազատ ծխում։ Մենք էլ ծխենք էլի։ Ինքն ասել, չէ, ես կաղաց խալ բան եմ ասում։ Դե այո, դա նրա կարծիքն է, որը վերջերս էլի վերահաստատել էր։ Հա, էսա։ Բայց սա հարիր է խաղալու հետ։ Եթե մարդը խմած է, հարբեցողության հետ խմած է կամ բանի նարկոտիկի ազդեցության տակ է, շատ հեշտ զոհ է դառնում այդ խաղային խաղադրույքների զոհ է դառնում։ Եվ հեշտ կառավարելի զանգված է, չի կանգնում, որ փոխճարի գնա խաղա։ Եթե ավելի լայն նայենք, հեշտ կառավարելի զանգված է։ Այո, որովհետև դա մի բան էլ ասում է, կանչում ասում են, հեսա նարկոտիկի հոդվածով քեզ կնստեցնենք։ Սենց կետաս քեզ կպահես։ Այսինքն լայն առումով այս ամեն ինչն էլ է նպաստում ներսում, հա, իր իշխանությունը պահելուն, անուղղակիորեն։ Դա նաև ցույց է տալիս, որ իշխանությունը այլ ձևի պահելու տարբերակ չունենք։ ԱՊՀ երկրները, մասնավորապես Ռուսաստանում, Հայաստանը համարվում է նարկոտրաֆիկինգի էական երկիր։ Օրինակ մի ժամանակ դա շատ ուժեղ զարգացած էր Վրաստանում եւ համարյա թե չկար Հայաստանում եւ Ադրբեջանում։ Մենք դրանով հպարտանում ենք։ Հիմա մենք անցել ենք Վրաստանին, Ադրբեջանում մեկը չկա։ Իլհամ Ալիևը թույլ չի տալիս տեսանել լինի։ Մենք հիմա անցել ենք Վրաստանին։ Եվ բացահայտումը չկա այն ահռելի քանակի, որը այն եթե 15-20 տարի առաջ էիք նայում հանկարծ ռեգուլար ներքին գործերի հայտարարություններ անում, զգուշացնում էր մարդկանց եւ այլն, հիմա այդպեսի բան չի արվում։ Եվ սա կարծում եք միտումնավոր է։ Այո, իհարկե։ Դա ձեռ է տալիս, գործող իշխանությանը դա ձեռք է տալիս։ Շնորհակալություն, պարոն Բագրատյան, հարցազրույցին սպասեք երկուշաբթի։